Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե, ինչպես միշտ, նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և շարունակեմ իմ հերթական վլոգս։ Վլոգս այսօր սկսում եմ այսպես, մի քանի օր առաջ էլի վլոգ էի տեղադրել, եթե կհիշեք, ասել էի, որ ես պահն եմ գնահատում, քանի որ շատ եմ ծաղիկներ, ծառեր նկարահանում և Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում շատ արագ աճում են ծաղիկները և շատ արագ կարող են ոչնչանալ։ Պահը հենց այդ է, որ քանի դեռ ծաղիկը ծաղկած է, այդ պահը շատ գեղեցիկ է և հենց մոմենտալնը 1 օր հետո այդ պահը կարող է անհետանալ իր գեղեցկությունը տանելով իր հետ։ Մի քանի օր էր, ինչ այստեղ լավ արև էր, այստեղ անձրևներ էր, ցուրտ էր, արև էր, 2 օր 30 աստիճան ջերմաստիճան արեց և մի քանի օր առաջ էր, որ նկարահանել էի այս յասամանների տեսականին, այս ծաղիկները, ծառերը, առավոտ շուտ է գնացել եմ սալոն Լիլիթի մոտ աշխատանքի ու այդտեղ Հայաթում շատ շքեղ է ծաղիկները իմիջայլոց, գիտեք, որ Հայաթի ծաղիկները շատ եմ սիրում, մեր Հայաթը մի քիչ անշուք է։ Համեմատություն եմ միշտ ներկայացնում, դա իմ կյանքն է, իմ առօրյան, իմ աչքերը ինչ տեսնում են, նույնը ձեզ համար նկարահանում եմ։ Եվ իհարկե, ինչ եմ ուզում այսօր ասեմ, որ 2 օր 30 աստիճան ջերմաստիճանի ընթացքում բոլոր յասամանի ծառերը անմիջապես չորացան, անշուքացան եւ ոչ թե այսպես թափվեցին, հոսեցին, գնացին, ինչպես միշտ ծառերը տեսքի ծնգնում են, այլ անմիջապես չորացան, ոնց որ այրված լինեին, տհաճ է նայելը, բայց այստեղ վայելեք ահա այս գեղեցկությունները, յասամանի ծառերի մի քանի տեսականի կա այստեղ եւ վարդագույն յասամաններ կա եւ յասամանագույն սիրենովի սիրեններ կա, հա, եւ սպիտակ կա, եւ խիտ հատիկներով, եւ նոսր հատիկներով, թփերի նման, ծառերի նման, տեսականին այնքան շատ է, մի ժամանակ մենք միայն 2 տեսակ էինք ճանաչում։ Այդպես, գեղեցկություն է, ծառերը, ծաղիկները, այստեղ շատ նորանոր բույսեր կան, որոնք ես Ռուսաստանում եմ միայն իրենց հանդիպել եւ իհարկե բնությունը ինչպես միշտ գեղեցկություն է իրենից ներկայացնում ու ես դա շատ եմ սիրում գնահատում, բույսերի մեջ կյանք եմ տեսնում։ Այդպես սիրելիներս, այս գեղեցիկ հայատների տեսարանները իհարկե քիչ թե շատ ձեզ ծանոթ են, ցուցադրեցի, որպեսզի էլի գեղեցիկ սկսեմ վլոգս ու այդպես շարունակ անցավ մի քանի օր, այս մի քանի օրը ներկայացնեմ ես ձեզ, այստեղ գրված է շների հետ չքայլել, իհարկե կակրաս թեման այնպիսին է, որ տարածքը չփչացնել եւ ոչ միայն շներին, այլ մեծերին էլ է վերաբերվում, որ չկեղտոտեն, աղտոտեն այդ տարածքը, քանի որ այստեղ շենքերի հայաթներում հանում են շունիկներին, տուալետ են տանում եւ հետ են բերում, նշված է, որ կոնկրետ այս վայրերում չի կարելի եւ դա շատ ճիշտ է, օրենք են հանել, որ յուրաքանչյուրը իրեն կենթանու արած ամեն ինչ պետք է իր հետևից հավաքի եւ ով չի հավաքում շտրաֆ են ան, բայց մինչեւ հիմա ես այդ շտրաֆը չեմ տեսել, ով հավաքում, ով էլ չէ, դե փնթյությունա։ Լավ, անցնենք առաջ, դա մենք չենք որոշում, չենք կարող վերացնել եւ ինչու եմ այսքան ճառում, այսքան երկարացնում եւ այսքան բնությունը ձեր համար նկարահանում։ Ես ինքս գյուղից եմ, ես ինքս գյուղում եմ ապրել, մեծացել, շատ եմ սիրել գյուղական գործ, գյուղի աշխատանքներ, բայց երբեք ժամանակ չեմ ունեցել հիանամ գյուղի ծաղիկներով, գյուղում աճեցրած բույսերով, բուսականությամբ, որովհետև անընդհատ չարչարվել եմ ծնողներիս օգնելու նպատակով, հատկապես հող մշակելը բավականին ծանր աշխատանք է եւ իհարկե ով հողագործությամբ է զբաղվում, միշտ դա գիտի, հատկապես նրանց համար, ովքեր ընդհանրապես հողագործությունից տեղյակ չեն եղել, բայց ստիպված են եղել այդ հողագործությամբ զբաղվել, իհարկե որ մենք այդպիսի ընտանիք ենք եղել եւ ստիպված ենք եղել զբաղվել հողագործությամբ ու ես ստիպված եմ եղել օգնել մայրիկիս։ Ինչպես միշտ տեսեք մանուշակագույն գույնը ինձ չի դավաճանում, միշտ իմ հետ է, այսպես արհեստական ֆիկուս է եղել, արհեստական չէ բնական, այսպես ներկել են գցել հայաթը, ծաղկամանիցը հետ մանուշակագույն ներկել են։ Ինչևէ, աշխատանքս սկսվեց, գնում եմ աշխատանքի, շատ խորհրդանշական է սև ու սպիտակ բույն ունեցող ծառերը սրանցած, շատ եմ սիրում, ստեղ մի հատիկ ացանակ, իրանց անտառները լիքն է։ Գնացի, այսօր երկինքը այսպիսին է։ Դե ինչ մի քանի գեղեցիկ կադր իմ աշխատանքային պրոցեսից, սա մեր գեղեցիկ սալոնն է եւ հաճախ են հարցնում նոր միացող հետևորդներս ինչով եք զբաղվում, ինչ եք աշխատում, այս բոլոր պրոցեդուրաները երեխեք ջան ես եմ կատարում, սա մեր ռեկլամային վիդեոներն են, որոնք կատարվել են իմ եւ Լիլիթիս կողմից, Լիլիթը մեր դիրեկտորն է, ուզում եմ, որ բոլորդ էլ իմանաք, ճանաչեք եւ մեր սալոնը կոչվում է Լիլիտոն, բազմիցս անգամ ասել եմ, պրոցեդուրաները շատ գեղեցիկ, հիանալի, հիասքանչ պրոցեդուրաներ են։
Այստեղ արդեն աշխատանքս ավարտել եմ Չեք դեմ թազա սորտեր եմ ստաց получается որ ясամանի սա բաց վարդագույնն է ուրեմն էսա մի քիչ կարգավոր եմ գույնը նայեք բաց վարդագույնն է սա սպիտակն է կողքից գույների տարբերությունը կզգացի իսկ սա խաղողի ողկույզի նման կախված սա էլ մոկման մշակագույն ինչ սիրուն է ինչ սիրուն է երկուսն էլ սենց ողկույզի նման կախված Գեղեցկություն Դա փքիր էր ես մի թուխու ծաղիկները սենց այնքան շատ են ծանրացել են ողկույզի նման կախված է խաղողների ողկույզների նման Մոտեցնեմ տեսեք որ իրանք ներքևի վրա կախ են շատ Ես էլ մեր սորտն է հետաքրքիր են միլիոն տեսակ իսկ ես թփերը մեր մոտ մեր շենքի մոտ եթե կհիշեք ես իմ բոյին արդեն այս թփերը մեր շենքի մոտ շատ կարճ են տանելու եմ այնտեղ նկարեմ ես իմ շենքը չի ես որտեղ աշխատում եմ այնտեղ նայեք ինչ բարձր են Ես էլ մի հատ ես նկարելով գնամ ես սիրուն են բերանմանները լալազարները վարդեն ցանելստները մշտադալար կանաչ եղևնիների թփեր Այսա նոր կբացվեն արդեն լալազարներ ու նայեք ինչ հետաքրքիր բույս եմ գտել Դեղին ծաղիկներ այսպես կախովի ու ջուրիկ սիրուն ծաղիկներ են Սիրուն հետաքրքիր են գեղեցկություն է էլի Այստեղ մշակում են այս նոր կառուցված շենքի հայացքները ամբողջը եւ մշակվում է եւ охранայով հետևում են որովհետեւ ցիվիլիզացիա են ուզում մտցնել Նայեք ինչ գեղեցիկ է Ինչպես միշտ գիշերային երթևեկություն, ճանապարհս նույնն է, նույն տեսարաններով նորից գնում եմ տուն եւ նոր օր կսկսենք արդեն։ Քանի որ առաջ եմ սրանց նկարել, պրոստը չեմ հասցրել տեղադրել, նայեք ոնց են բացվել արդեն կոկոններ էին։ Երկու օրմա։ Այնտեղ էլ կա սրանքի գնանք, ես նկարեմ ու գնամ։ Գործի եմ, ժողովուրդը, այստեղ էլ ուրիշ գույն է։ Նա լրիվ ֆիոլետովի է, իսկ սա տեսակ բարդովի է։ Այստեղ յասամանները թփերով աճում։ Հələ նայեք ինչ հետաքրքիր գույն է։ Բորդոյա վիշնյովի է այս գույնը։ Դեղին է տեսած է, բայց վիշնյովին տեսած է, մի ծաղիկներ է սիրում։ Բայց միշտ լույսը շատ հեռախոս է սենց անում։ Հələ նայեք կոկոններ ինչքան շատ է տվել, ոնց մի հատ գույն է սրա։ Սենց իմ ստվերս գոնե երևում է։ Նայեք ինչ հետաքրքիր գույն։ Սենց երևում։ Եսամանների հոտից ուշքուտ ուզում թե գնա, բայց երկար կանգնել հնարավոր չի գլխացավաբար իմ մոտս։ Ուզեմ ոչ մի բան չնկարեմ, որ շատ բույսեր չլինեն, էլի մի գեղեցկություն, մի հրաշք բաներ ևը։ Նայեք ինչ հետաքրքիր բույս է։ Չգիտեմ ես ինչի ծառա։ Բայց այսինքն մեծ թուփ է, նայեք շենքին են հավասար։ Սենց մեծ շատ հետաքրքիր ծաղիկներով։ Ո գիտես ինչի ծառա, ասեք իմանանք։ Գեղեցկություն է, պոստը սիրուն շքեղ։ Ասենց, ասեղել այնտեղ են ծաղիկների։ Ծաղիկներ։ Սամանները թողում էլ այս երկր մոտին որ ասի ճանապարհից տեսել եմ ճանապարհից ոնց են հնձել այստեղ լիքը խատուտիկի արտալներ ոնց որ այնքան շատ կար դետղի են հնձել մոլախոտի տեղ գոնե դա էլ գեղեցկացնում էր այսա հին շենքերն էլ այսն որ ասում եք թե ով է մշակում այսա հին շենքերի դեմը ոչ մեկ չի մշակում այսինքն դիաբախտի անձում են գնում այս մյուս կողմերին թազա շենքերը որ ասում է նրանցը ցանովի հատուկ մշակովի ուշադրություն դարձնում է սա հին շենքերն են հին պատիեզներ հին շենքեր այս տարի շենքը ընդհանրապես հեն էլ բաժառանգեն չային պատուհանը ընդհանրապես բան արեցին արտակինից ապշիվկա արեցին Զգում եմ ստե հին շենքերից այնքան մի տեսակ սպეციფიչի հոտ է գալիս ոնց որ չսի մամա պաստարաններով բանով սարքացին մուսորի հոտ է գալիս կեֆտե հոտ է գալ ասես ժասմին ծաղիկն է բայց դեռ չի ծաղկել բոլորիդ բարի լավ օր սիրելիներ ջան մարդ ինչքան հոգնածությունից ցնդի Վասքի մեջ սաղոր այս գործին Հասցնում եմ մենակ մազերս լվանամ, չոլկես ֆենեմ մնացածը հավաքեմ, ասել ուքտե հավաքածա, ասենց կժական, դուրս եմ եկենցի գործի գնամ, հեսա էլի ով նայիկ ասեն, վայ, մի հատ պամադա կսեիր, մի հատ տանալնի կսեիր, մի հատ էսաներին են այր, ահա որ շոք, տանալնիկը երեսիցը թալում թափվում է, չգիտես ես ինչ եղանակները, շոք, գրակ, Գնացել եմ գործի նայեմ տեսնեմ այսօր ես աշխատանքային օրը չի ինձ վխատնոյ է իբր թե Գնացել եմ նորից մտեցուցակս բացել Ռասպիսանյան նայեմ տենամ իրոք այսօր աշխատանքային չեմ Բայց մի պլյուս կա արագ խոհանոց մաքրեցի ճաշեփեցի
Ակամբեցի վազեցի գործի լվացք միացրեցի, փռեցի, մենակ բոլորը չհասցրեցի լվանամ։ Այդ էլ ասցի գունա երեխան որ տունգա կխնդրեն պիլասոս կանի։ Հիմա պլուսն այդքան ներգնամ տուն, բոլորս պիլասոս անեմ։ Թինգը տա մի քիչ հանգստանամ։ Մի հատ ուղիղ եթեր կմտնենք։ Կզրուցենք այնքան մանր-մունր գործեր կա տանն անելու, կարելու, կպցնելու, ձևելու, չգիտեմ, բայց այնքան հոգնել եմ արդեն։ Դաժե այդ կարգի գործերը չեմ։ Չի ձգում որ անես էլ եմ ոնց որ ասած։ Ինչ եմ ուզում ասեմ, այսօր առավոտ մի հատ հիասքանչ կոմենտարիա կարդացի։ Մեկը ասում է. Ռուսամեդես, երևի անցած էֆիրը ժամանակ եթե հիշում եք, ընդամենը հարցրեցին որտեղ ես ապրում, որ ընտրություններից 2 բառ հարցրեցի։ Ես գիտեք որ քաղաքականության մեջ չեմ խառնվում, չեմ էլ ուզում խառնվեմ, պետք էլ չի ինձ դա։ Մեկը գրել է կոմենտարիա գրել թե Ռուսամեդես, հարգելի ժողովուրդ ջան։ Այո, ես ապրում եմ Ռուսաստանում, բայց ես ռուսամեդ չեմ։ Ես թուրքամեդ չեմ, ես ամերիկամեդ չեմ, չգիտեմ։ Եվրոպամեդ չեմ, Ուկրաինամեդ չեմ, տարբեր այլ երկրներ ու այլ ազգականներ չեմ։ Ես հայ եմ։ Հայ, որը ինչպես բնացած բոլոր հայերը տանջալից կյանքով ապրում է։ Օտար երկրում կապ չունի Ռուսաստան, Ամերիկա, Իտալիա, Ֆրանսիա, որտեղ ուզում ա լինեք։ Իմ տանջանքով աշխատում եմ, իմ քրտինքով աշխատում եմ։ Իմ ապրուստը ապահովում եմ։ Ոչ մեկից ավելորդ կոպեկ չեմ ուզում, չեմ խնդրում, ուրացկանություն չեմ անում, ինչ որ վատ բան չեմ անում։ Իմ մեջով եմ զբաղվում, իմ ընտանիքով, իմ երեխեքով, իմ աշխատանքով։ Ձեր ուզածը ինչ է ինձանից։ Ձեր ասածը ինչ է։ Ոչ քաղաքականություն է վարում, ոչ մի բան եմ անում։ Ինձ պետք չի։ Մի հատ նորմալ շփում, այստեղ շփվում ենք ուղիղ եթերով։ Լցրել եմ ես ամանի մեջ, որ մեջը պետք է լիներ անոց տարածություն, այդպես էլ կա։ Մի հատ ստուգենք, տեսնենք ինչպեսին է, իրար հետ ստուգենք, կոտրեցի։ Դե ոչ լավ, սենց բացենք։ Եթե ոչիլներ լինեն, իհարկե կդեպենք։ Եթե ոչիլներ չկան, ուրեմն նախորդ մշակված ասա։ Ոնց որ թե մաքուր են ամանի մեջին էլ ոչիլի հատիկներ չկան։ Մի անգամ մի հատ միսոփիլոբի էի առել։ Բերեցի լցրեցի մեջը մինչև մի շաբաթը։ Այսպես դատարկ եմ ամբողջությամբ, հետո կլցնեմ մեջը, հատուկ ձեր համար եմ նկարահանում։ Որովհետև նայեք, մեջ բավականին մաքուր է, մի քանի հատ զիբիլկային կհանեմ, կթափեմ այն հետ։ Ուրեմն այդ լոբին, որ ասում եմ առել չէի, տնական լոբի էր, Հայաստանից էին ուղարկել։ Մենակ մի շաբաթվա մեջ տենայիք պլաստիկովի ամանս ինչ էր դարձել։ Ոչ միայն այն, որ մեջը ոչիլ կար, այլ նաև այդ ոչիլները կերել էին պլաստմասի ամանը։ Այդ պլաստմասի ամանը։ Մեջի պուտպուտիկները տենում եք, ժամանակին եղել է կարմիր լոբի ամանը իմ, հիմա դա տարկա։ Այստեղ չլցրեցի, որպեսզի կարողանամ տարբերությունը ձեր համար նկարեմ, ես էլ տեսնեմ։ Նայեցեք, մեջը ամբողջությամբ պուտեր ասենց, պուտպուտիկներ սպիտակ սարքել են գարոշկեքով յուբկա։ Գարոշկեքով շոր։ Այդ ոչիլները դուրս էին եկել ու ամբողջությամբ այդ սերմերի մեջից, ու այսպես քրքրել պլաստմասը, որովհետև անոց տարածություն է, ուզում էին դուրս գային ապրեին։ Հիմա մի ուրիշ բան ցույց կտամ, դրա համար եմ ասում, այս ամանները իմ համար ոնց որ test drive լինի, էլի։ Ասեմ մաշած են, չասեք փոշոտա, մաշած են իրանք, տենց էկրանի մեջ շատ լավ երևում է։ Նայեք, վերջերս առել է 2 տեսակ ցորեն։ Միշտ որ մի բան առնում եմ, սկզբից այս ամանների մեջ պահում եմ, հետո նոր օգտագործում։ Ունեի 2 տեսակ ցորեն։ Այս մեկը ոնց որ բոված լինի մի քիչ դաժե։ Ֆիրմայի նակլեյքն էլ կպցրել եմ, որ հիշեմ, որ սա է։ Ինչ էր կոչվում գյուղի, գրածա գյուղի ու դրա լոբին էլ էի առել։ Սա էլ անուն չուներ, տոպրակով առած պրոստը սենց բան։ Թեքում եմ, նայեք մեջը ինչ էր հավաքված։ Ուղղակի նայեք։ Քիչ գույնը հեռախոսի լույսը սենց փոխեմ։ Ահա, նայեք։ Նախ կպել են իրարից ամբողջովին ներսում, տեսնում եք, հետո այնա, տեսնում եք շարիկ, հենա կպած իրարից, սաղ, սենց, ու մանը պուտ էր էլի։ Ամբողջը ոչ լոտվել է այս ցորենը, իսկ այն մյուս ցորենը, խնդրեմ, մաքուր մնում է, 4 ցամաք։ Այտենց, նախ դե բացի դուխովկայի մեծ պեչկեքի մեջ են դնում, մի թեթև բովում չորացնում, որ այդ մեջի ոչիլները դուրս գան։ Ու նոր հանում վաճառքի։ Տեղեր կա քիմիայով են մշակում, քիմիկատներով են մշակում, որ այդ ոչիլները մեջը չապրեն։ Դրանք եմ որ ասում սերմի մեջ կա, եթե սերմի մեջ կա, արդեն աճացնում ես այդ սերմի մեջ էլ է լինում։
Այդ ճիշտ է կվարտիրայում եմ, բայց գյուղատնտեսական թեմա երելի բացեցի։ Ես էլ եմ գյուղում ապրել, ես էլ եմ մամայիս, պապայիս օգնել, վարուցանք ենք արել, լոբի ենք ցանել։ Այն որ մի քանի հատ լոբի ցանել, այստեղ գարշոկի մեջ մի հատ փոքրիկ ծաղկամանի պիսոն լրիվ հնձեց գերավ, համով լոբի էր երևի, կարմիր սորտներ լոբի, սարի լոբի էր։ Ասեց թելերով կփապեմ պատուհանի գոգ կդնեմ սիրուն, մի քիչ կաճի հետ էլ մի տարի Հայաստանի հատ շենքում ապրում էինք Վարշով, Գարտիրայր, Վարշով ապրում էինք։ Այդտեղ շենքի պատուհանը ամբողջովին կանաչ լոբի էի ցանելու կապել թելերով, անցնում էր ասում էր, «Էդ ինչ ծաղիկով որ մեծ մագլցող է սիրունա, մեզ էլ կտաս»։ Այդ ծաղիկից ասում էի, «Հա, մեկը ձեր չափարի լոբուց մի քանի հատ ցանեք կաճի»։ Տենց մի խոսքով, այս ցորենը գնաց զիբիլը, այն ցորենը մնաց, իրար կողք դնեմ։ Մեջի ոչիլներն էլ այրևում, ուղղակի զզվում եմ բացեմ, պրոստը պիտի բացեմ մի անգամից զիբիլը լսնեմ։ Այդ էլ այդպես։ Ուրեմն այս լոբին սմելը են, որ ասում դնում են գազի նեփում, ճար չկա։ Հետո որ այդ լոբին ոչիլոտ է լինում, եթե մինչև այդ չեք ճոգում արժի չարժի, վրան տոչնի, այդ տոչնի, այս նույն պուտերի նման սպիտակ ծագեր է լինում լոբիի վրա։ Այստեղ լոբը վրա ծագեր չկա, լվանանք, դնենք, բայց զգացում եմ, որ մի քիչ խակ է քաղած այս լոբին չորացնելու համար, որտեղ սա Հայաստանի լոբի չի, ուղղակի առել եմ, երևի Ուզբեկստանի լոբի էր, որովհետև այնտեղ ուզբեկներ էին վաճառում, հայերին զուգահեռ մեկ խանութում էր, կամ Տաջիկստանի լոբի է, ճիշտ ասած չգիտեմ, տակ տեղի լոբի է, էլի համենայն դեպս, բայց Հայաստանինը չի։ Մի քիչ ոնց որ խակ վախտը քաղած լինի։ Այդպես էլի ժողովուրդ ջան, ամեքը ձեր համար կարակ վոյվոդանեք, տենակ ոնց է ինչա, չալ լոբի ենք ասում, սրան մեր կեղում ասում։ Հանդրեցինք մեր լոբիին, մեջի զիբիլները ջոկեցի, հանեցի, այդքանը չնկարեցի, հեսա լսնեմ ջուրը, լվանամ, լսնեմ ջուրը ստուխով դնեմ եփի։ Տեսեք, այս այլանդն եկել, ման են գալիս, ստանում զիբիլը լսնեմ սա դոբրակով պինդ փակեմ, տեսնում եք, այդ աստիճանի զիբիլ են գուտում, որ հանկարծ չենք ստուգում, թե ինչ են գուտում։ Դրա համար միշտ ես փակում եմ անոտ տարածության մեջ, անոտ ամանի մեջ փակում եմ, մեջի զիբիլները դուրս են գալիս, նոր կամ թափում եմ կամ օգտագործում։ Ուղղակի որպես լավ խորհուրդ, որպես բարի խորհուրդ իմ փորձով կիսվեցի։ Այսքան բան, սա գնաց աղբը, սա դնենք եփի։ Մի քանի հատ կցանեմ։ Ուրեմն եթե ցանեմ ու աճի, ուրեմն լավ մշակված լոբի է, ոչ թե ջերմամշակման ու քիմիական մշակման տրված, այլ ուղղակի որակը լավ, սորտը լավ լոբի է, պրոստը մի քիչ մանր է։ Եթե չի աճի, ուրեմն հաստատ ջերմաաբրաբոտկա կամ քիմիաաբրաբոտկա արած է, դե էդ էլ փորձենք, տեսնենք ոնց կստացվի։ Հիմա մեջի մեծերը լավ հատիկներ, այսինքն ձեր հետ ջոգեմ մի քանի հատ, մեջի սիրունները։ Մի հատ էլ կակրած ձեր ներկայությամբ թրջոց կդնենք, կաճացնենք։ Թող աճի, տեսնենք ոնց կլինի։ Եթե փիսոն ժամանակից շուտ էս տերևները կերավ, ուրեմն շատ համով քաղցրահամ լոբի է, առանց որևէ քիմիայի։ Այն մեկն էլ կերավ, ես ասացի սիրուն կաճի, ես ականաց լոբի կքաղեմ կեփեմ, այն սորտը շատ համով էր, այն կարմիր սորտը շատ ընտիր լոբի էր։ Այն էլ փիսոն աճացրածս կերավ, էլի գնացի, որ այդ լոբիից առնեմ, արդեն չկար, այդ ֆիրման մի անգամ բերել էին, ինչ որ պարտիա էր, ու տենց վերջացավ, էլի այս նույն ֆիրման էր, որ գրած է գյուղի լոբի։ Այսքանը ցանեմ հերիքա։ Ճաշը սեփել էի ու դուրս եկել, նայեք։ Ինչ ընտիրություն, հատիկ լոբի, սիրուն համով ճաշիկ։ 4 կանաչի եմ գցել, քանի որ մենք չենք սիրում, երեխեք չեն սիրում թարմ կանաչիով։ Ունեի շատ լավ 4 կանաչիներ, համեմունքներ, որոնք իրանք շատ են սիրում։ Հիմա ինչ անենք, գնացի գործի, տեսա, որ ես այսօր գործի չեմ։ Այստեղը կեղտոտվել այս ինչ անգամ։ Տեսա, որ ես գործի չեմ, հետ եկաս, ինչ լավ է գնամ ճաշ ուտեմ։ Հիմա այսպես ճաշ ենք լսնում ժողովուրդ ջան։ Ընտիր ճաշա, մի քիչ ջրալի լցնենք, շատ թանձր չլինի։ Ախ, ես ինչ համով անուշ խոտա գալիս արդեն։ Փորձենք համ տեսել։ Տեսել, տեսնենք ինչպիսի համոհոտ կունենա։ Ես հենց այնն լոբիներ, որ առավոտ ցույց տվեցի, մի քիչ էլ հլը ցանեցի։ Ասեք, տեսնեմ ինչպիսին է։ Վայ, ես ինչ համով է ժողովուրդ, վախ, անտիրա մի քիչ քալա մի թթու է պակասում տանը մենակ։ Ասա դուրս կամ առնեմ։ Ով էր մտածում է սեզոնի լոբի պիտի սարքեմ, որ
Քելամիտ դուրել հետ է եղներ, բայց այստեղ է լավն է նա, որ ամեն ինչ էլ վաճառում են, շատ համով է, քելամիտ թուն չունես, գնա առ ոչինչ, քելամն էլ հետը բեր, որ թթու դնես, Սիրելիներս, այսքանով ուզում եմ վլոգս ավարտեմ, այսպես ծաղկազարդ վլոգ էր, ինչպես ասում են, գեղեցիկ ծաղիկներ, գեղեցիկ նրբաճաշակույններ, հասմիկիս ծնունդն է եղել մի քանի օր առաջ, իրեն ծաղիկներն են, այսպես ուղղակի ցույց եմ տալիս, բայց շատ վատ, ինչպես ասում են, տևողություն ունեցան, մի քանի օր այդ վարդերը չդիմացան գոնեմ, դա էլ Հայատի մեր ծաղիկներն են, նորից աշխատանքից, դա ամբողջ օրը տո տանն եմ, տո գործի եմ, տո դրսում եմ, տո ներսում եմ, մի խոսքով։ Մեր Հայատի ծաղիկների տեսականին ասել, տեսեք տարբերությունը, լալազարի տարբեր գույներ դեղին, մանուշակագույն, բարդովի, պիոնները արդեն ծաղկել են մեր Հայաթում և նաև վարդագույն գույնի լալազարներ տեսած չէի։ Այդպես սիրելիներս մեր Հայատի ծաղիկներն էլ ցուցադրեցի, վլոգս ավարտեմ, այսպես հիմնականում դրսում և բույսերի հետ կապված վլոգեր, այսպես կարելի է ասել։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում, հաճելի տրամադրություն, ուզում եմ, որ միշտ լինեք առողջ, ուրախ, սիրեք, սիրվեք և բնությունը շատ սիրեք, շատ լավ կլինի։ Գնացի ես մի ասամանն էլ ծաղիկը վրան չորացա, որովհետև մի անգամից 30 աշճան շոկ արեց, վառեց։ Սկզբում շաքար էինք ավելացնում ծաղկամանի մեջ, բայց տանը շաքար չունեմ, շաքարավազք ավելացնեմ այսպես։ Շատերը քլոր են ավելացնում, կամ էլ ավելացնում են աղկան սոդ, բայց քանի որ մենք երկար ժամանակ է, երկար չէ, մի օր ընդամենը բացակայել ենք տնից, երեխուս ծաղիկները այսպես վարդերը հատկապես, նայեք ինչ են եղել, ահա եկավ, խնդրեմ, տնորել են, իսկ մնացած ծաղիկները երևի ավելի թարմ են եղել ու ավելի դիմացկուն են։ Ինչ տված կլինեմ այս ծաղիկներին, երանի թե իմանաք այստեղ ինչքան թանկ են ծաղիկները վաճառվում։ Այս մի փունջին այսպես տվել եմ 2850 ռուբլի։ Մի հատ ծաղիկը 150 ռուբլի, մի հատ այս ձևի ծաղիկը 250 ռուբլի։ Շատ թանկ են վաճառում, անանանդ որ ես գնել եմ Մոսկվայի խանութներից, դա գոնե Լյուբերեցկին չէր, Լյուբերեցկին մի քիչ էժան կլիներ։ Բայց կապ չունի, կապ ունի են, որ ես այդ օրը հասցրեցի երեխուս ծնունդի ծաղիկները գնեցի, բերեցի իրեն նվիրեցի, ժամանակը ավելի թանկ ու կարևոր էր, քան ծաղիկների արժեքը, բայց նայեք ինչ գեղեցկություն է, ամեն դեպքում զգացում եմ մի տեսակ արդեն սենց դեղնած լինեն ոնց որ այսպես, քաղցրի մեջ կդնենք, դու ինչ ես եկել այստեղ արա, քեզ ինչ ունես անելու այստեղ, այսպես սիրելիներս, թացեղավ, Խիչ եք տենում ես գժուկին, խիչ եք տենում իմ հրած լվածքի լվածքը վերել է, փռել էստեղ, դե ոչիչ, ներող կլինեք, մտածեցի, որ ես էստեղ կկանգնեմ լվածքը չի երևա, բայց կկանգնեմ էստեղ նաև, փիսիկ ենքում։ Սիրելի իմ հայ ժողովուրդ, իմ լավ հետևորդներ, իմ ոնց են ասում, համով հոտով ջահելություն, ազգ, այդ աղապեղեր մկրատի մեր բերանն անգրում, դե նկաց չկտրեմ հանկարծ։ Պիսոն խոսքս կտրես չհասցրեցի ասեմ, ցանկանում եմ բոլորիդ քաջ առողջություն և մի քիչ էլ համերաշխություն, սեր, ուրախություն և շատ ու շատ լավ տրամադրություն։ Քանի որ մի քանի րոպեով ենտեղ կադրում երևացի մի երկու բառ ասեցի, բայց այնքան սրտից ցավ ա տալիս, որ հայը հային վատ բաներ ա ասում, ժողովուրդ ջան։ Լինենք ինչպես ասում են, համերաշխ ու խաղաղ նաև, լավ մնացեք, դիտեք վլոգը մինչև վերջ, հետաքրքիր է և հավեսով։ Շուտ թթում է ներքևը հոտ անգնում, տունը տաք հա շոք է, այդ դրսում է հիմա մի քիչ ցրտոտ այսպես, բայց տունը տաք է, ուրեմն սպիտակները երկու հատ էր, մի քիչ այս կողմի վրա կդնենք, այն կողմ գնայ, այ գժուկ, որ մենք քեզ շատ ենք սիրում, մենք ուզում ենք, որ դու կենդանի մնաս, ապրես նայեք ինչ սիրուն աստացվում այսպես քանդած,
Հույս ունեմ, որ այս վարդերը դեռ կապրեն, բայց այստեղից արդեն չորանում են։ Փորձում եմ, փորձի համար նորից դնում եմ ջրում։ Այս նոր ախ, մատս ծակեց, ասում վարդը ուրիշ ծաղիկ չի սիրում, դրա համար իրան երևի ավելի շուտ են թողնել։ Բայց չեմ հուսահատվում եւ տեղադրում եմ նորից նույն ջրի մեջ։ Ես չեմ սիրում, բայց հասմիկը սիրում է, հիմա ինչ կարեմ անեմ։ Իրանք սիրելի ծաղիկներն են։ Այս այնց վարդերը ուղղակի ձևականություն որպես դնում եմ, տեսնեմ, եթե խելքի կգան, եթե չէ, վաղը երեկոյան կթափեմ։ Թող այժմ մնա։ Մի օտի խոտեր։ Ով է տեսել, որ կատուն այսքան խոտակեր լինի, հա՞։ Ով է տեսել նման բան։ Այսպես, թարմացրեցինք մեր ծաղիկները։ Ունեցան գեղեցիկ ծաղկեփունջ։ Կոպենք այսպես մի հատ սիրուն փնջիկ։ Չի կարելի։ Սիրելիներս, այսպիսով փիսոն հոգիս հանելով այս ծաղիկներն ավարտեցի, մի կերպ փոքրիկ փունջ հավաքեցի սիրուն։ Հիմա էլ հայաթի չորացած յասամաններն եմ նկարում։ Բալկոնից եմ նկարում, կադրնանք շովում։ Յասամանները այսենց վարված կարիչ նվիացած են։ Ով է եկել մոտես նստել։ Ինչ ես ուզել, պատուհանից գցվես։ Չի կարելի, պատուհանից չեն գցվի։ Այս մեկը սետկայով արի բացեմ, այս մեկով նստի, այն մեկը պիտի փակենք, կորի։ Չի կարելի։ Շատ վտանգավոր էս պատուհանի համար բացեմ, թե չէ թռնելու ես։ Պաստեք լվացքը փռածանասկիները հավաքեմ։ Եկավ։ Գնա, վաղուց պատուհանից չենք նկարի ոչ մի բան։ Վաղուց պատուհանից վլոգներ չենք նկարի, հա, գիտես։ Այստեղից ավելի սիրուն եմ, նայեք յասամանը ոնց է չորացել, հլը։ Մի անգամից էսենց չորացան սաղ։ Սա էլ երեկոյան գեղեցկությունը, օրս այսպես էլ ավարտվեց, դուրս էի եկել խանութներով, մի քանի բան ունեի գնելու գնեցի, մտել էի կողքի կանձի ծերսկին, ուզեցի խմորեղեն վերցնեմ, որ ամուսիններով սուրճ խմենք, այս գեղեցկությունը տեսա, նորեր իրենց ձևավորումները, դա էլ նկարահանեցի եւ իհարկե օրս այդպես էլ ավարտվեց, մի քանի սրբիչներ եմ գնել, այնքան սիրուն էր դուրս եկան, այդ սրբիչներն էլ որոշեցի մի անգամից խոհանոցի սրբիչները փոխեմ, ես սիրում եմ, որ ամեն ինչ միանման է լինում, հա, որ բազմատեսակ չեն լինում, այնքան հին սրբիչներ ունեմ, որոշեցի սաղ թափեմ, ավելի ճիշտ ունեմ այսպիսի սովորություն, որ ընդեղեն եմ գնում, միշտ այդ ընդեղենը լվանում եմ ու սալֆետկաների փոխարեն հենց այդ սրբիչների վրա եմ չորացնում, ամբողջ գույնը տալիս է, հետո չի մաքրվում, դրա համար փոխեցի։ Նել եմ բոլոր սրբիչներս տեսակավորեմ, ես նոր նկարեցի, այսպես ցուցադրեցի ձեր համար սրանք, դարակը բացեցի, թափեցի, ասում նայում եմ, սենց սաղ գունավորված էլի, կեղտոտված բան վերջը մկված, ասեք, մարդավեկը տեղավորվել այդ նույն դարակում, արա, քո համար եմ ազատել տեղը քո կարծիքով, այ հպուշ, գիշս, ես առանց քեզ ինչ կանեի, ոնց կապրեի ասատենամ, հա? Քո համար եմ ազատել այդ դարակը, հլա, թեքում էր ես անտա, քո համար եմ ազատել այդ դարակը, ինչ անենք մենք առանց քեզ, հա? Իմ պատպիսիկները առանց քեզ ինչ կանեին, այ սիրուն, դարակը քո համար եմ, հա, ազատել, դու այդպես ես կարծում, իսկ ոչինչ որ դա քոնից, ահա, քնեց, արի փակենք, չկա պիսոն Բացեմ տնամ ինչ վիճակի է։ Հետ շասավեջ նա։ Դե դուրս արի տեղից, դուրս արի սրբիչները տեղավորեմ հիմար։ Տեղակտել մտնելու։ Առաջին անգամ սես բանարեց։ Դուրս արի արա այդ տեղից։ Այ սիրուն, այ համոշ, այ գիրուն։ Իմ սիրունը։ Այս շկաֆը էսա շուռա տալու իրա։ Թոքուշալին։ Ծանրությունիցը տեսա կընգնի այդ շկաֆը։ Ստեղնյաշկա ունի, ինքը դրա համար է բացել դարակը, նրա պլազիկ աչկերին պլազիկ, դրա համար ես բացել դարակը, դեկեր, հենա մի հատ եկցեմ, բայ շատ թավեց, դեկեր, ուրախության չապ չկա,
Այ, բերեմ այս տարակախ տանեմ ու այդ ասրբիչներից տեղավորեմ, վայ գիժս, առաջին անգամ տես բան տեսա։ Այնա մի անգամից սաղ թեթևացրեցի, էլ չեմ դնի այստեղ ավելորդ բաներ։